Երևանի քաղաքաշինական դիմագիծը ապօրինի շինություններով խաթարելու երբեմնի վատ սովորույթը մեզանում այլևս տեղ չի գտնելու։ Ոլորտի պատասխանատուները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից խիստ հանձնարարական են ստացել լինել առավել աչալուրջ, ինքնակամ կառուցապատումների դեմ պայքարը դարձնել ավելի արդյունավետ ու նպատակային։ Չնայած նրան, որ հետևողական վերահսկողության արդյունքում ապօրինի շինարարության դեպքերը զգալիորեն նվազել են, այդուհանդերձ դեռևս արմատախիլ չեն եղել։ Դրանցից հերթականը հայտնաբերվեց Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 318 շենքի բակում։ Տեղում հայտնաբերվել է եւ հիմա կատարվում են քանդման աշխատանքներ, քանի որ ունի փաստաթղթեր շինթույլտվություն, գոյություն ունեցող ավտոտնակի երկրորդ հարկը ապօրինի սկսել է կառուցել տարածք օգտագործելու համար։ Հաջորդ ինքնակամ կառուցապատումը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 16 փողոցի 32 տան բակում էր։ Սեփականաշնորհված հողատարածքի վրա կատարված այս կառուցապատումը եւս ապօրինի է, սակայն այս դեպքում բնակիչը գիտակցելով սեփական սխալը հետևանքները վերացնում է իր ուժերով։ Հասկացանք, որ պետք է թղթերը սա ձևակերպենք, նոր շարունակենք մեր շինությունը։ Դրա համար հիմա մենք փորձում ենք անենք մեր ուժերով։ Այդ ամեն ինչը վերացնենք, մինչև պատրաստ լինի բոլոր փաստաթղթերը։ Մայրաքաղաքում ինքնակամ կառույցների հայտնաբերման կամ կանխման աշխատանքները ամենօրյա բնույթ են կրում։ Այդ գործառույթները հիմնականում պարբերական ստուգայցների միջոցով իրականացնում են քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունը, հասարակական կարգի պահպանության ծառայությունը, ինչպես նաեւ վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցները։ Համատեղ աշխատանքի արդյունքում է, որ 2012 թվականի առաջին կիսամյակում քանդվել է ընդամենը 70 ինքնակամ շինություն, 2011 թվականին այդ ցուցանիշը եղել է 190, իսկ 2010-ին 223։ Հայտնաբերումից հետո նշված իրավախախտում կատարողին բացատրվում է իր ապօրինություն կատարածը, որ առանց փաստաթղթերի կատարվել է առանց շինթույլտվության եւ տրվում է իրան ժամանակ, որ ինքը ինքնակամ իր ձեռքով ինչպես այլակ քանդի, հետևանքները վերացնի։ Զգուշացումից հետո երբ որ չի արվում, արդեն համապատասխան վարչությունների կողմից, վարչական շրջանների կողմից կիրառվում են համապատասխան միջոցներ եւ կատարվում են քանդման աշխատանքները։ Ընդ որում սեփականաշնորհված հողատարածքի վրա կառուցված ինքնակամ շինության տուգանքի չափը կազմում է 200,000 դրամ, իսկ պետական հողատարածքի դեպքում 400,000 դրամ։ Ապօրինի կառուցապատումը շարունակելու պարագայում կազմվում է երկրորդ արձանագրությունը եւ վերոհիշյալ երկու դեպքերում էլ տուգանքի չափը կազմում է 2.5 միլիոն դրամ։ Հետևաբար Անդրանիկ Մարտիրոսյանը կոչ է անում զերծ մնալ ապօրինություններից, վստահեցնելով, որ երևույթի դեմ անողոք պայքար է մղվում եւ ցանկացած փորձ մատնվելու է ձախողման։ Փոխարենը անհրաժեշտ է ապավինել օրինական, այսինքն համապատասխան փաստաթղթերի արկայության ճանապարհին, հատկապես որ վերջին 1-2 տարում մի շարք փոփոխություններ են կատարվել իրավական ակտերում, որոնք բխում են քաղաքացիների շահերից։ Փորձ է արվել քաղաքաշինական փաստաթղթերի հստակեցման եւ շինարարության թույլտվության տրամադրման ընթացակարգը քաղաքացիներին առավել հասու եւ մատչելի դարձնել, հնարավորին նվազեցնելով վարչարարությունը։ Բացի այդ, Երևանի ավականին վերջին 1.5 տարվա ընթացքում մի շարք որոշումներով ընդլայնել է վարչական շրջանի ղեկավարի գործառույթը շինարարության թույլտվության տրամադրման առումով, այնտեղ ներգրավելով հիմնականում Երևան քաղաքի այն գոտիները, որտեղ գերակշռում են առանձնատները։ Մայրաքաղաքում այսօր կան նաև բազմաթիվ շինհրապարակներ, որտեղ նախատեսված այս կամ այն կառույցի կառուցապատման ժամկետները ավարտվել են, ինչպես այս, այնպես էլ բազմաթիվ նման դեպքերում կազմվում են վարույթներ։ Խնդիրը շարունակական բնույթ է կրում եւ գտնվում է քաղաքապետի անմիջական հսկողության ներքո։ Մենք այդ առումով գրեթե ամենօրյա աշխատանք ենք իրականացնում։ Այս պահի դրությամբ մոտավորապես 30-ից 35 դեպքեր կան, որ տուգանքներ նշանակվել են եւ այդ տուգանքների ընդհանուր գումարը անցնում է 60 միլիոն դրամի սահմանները։ Մենք հիմա ավելի լայն թափով ենք սկսել այդ աշխատանքները։ Ուսումնասիրել ենք, կան մոտավորապես 150-ից 200 նմանատիպ օբյեկտներ, որոնք նաև ավարտված են աշխատանքները, սակայն ձևակերպումները արված չեն, մենք դրանք բոլորը ներառել ենք այս գործընթացների մեջ եւ մոտ ժամանակներս արդեն արդյունքը կարծում եմ ավելի տեսանելի կլինի։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական օրենսգրքով կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետում չավարտելը առաջացնում է տուգանքի նշանակում շինարարության նախահաշվային արժեքի 1%-ի չափով։ Կառուցապատողը գրավոր նախազգուշացվում է 1 ամսյա ժամկետում շինարարությունը ավարտելու նոր ժամկետ ստանալու անհրաժեշտության մասին։ Այս նորմը անտեսելու դեպքում դատական կարգով օտարման պահանջ է դրվում, իսկ տրված նոր ժամկետը խախտելու պարագայում որպես տույժ գանձվում է կառույցի նախահաշվային արժեքի արդեն 10%
5%-ը։ Այս դեպքում եւս քաղաքապետարանը կարող է դատարան ներկայացնել օտարման պահանջ, եթե օտարելու գործընթացը չի անում կառուցապատողը։ Նաեւ նշենք, որ վաճառքի գումարը չի կարող պակաս լինել օբյեկտի շուկայական արժեքի 75%-ից։ Տվյալ վարչական վարույթի դեպքում շինարարական փուլը ավարտվել էր նախատեսված ժամկետում, սակայն շինարարության շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը դեռևս չի ներկայացվել։ Այլ կերպ ասած, մինչ այս կամ այն օբյեկտի շահագործումը շինարարության ավարտի փաստագրման ակտը պարտադիր է։ Հակառակ դեպքում կառույցի օգտագործման բոլոր ռիսկերը կդրվեին շահագործողի վրա, ինչը սակայն արգելվում է օրենքով։